Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Ներկայացնելով կառավարության ծրագրի կատարման առաջընթացի 2025 թվականի զեկույցը ներքին գործերի նախարարության մասով պիտի փաստեմ, որ իրականացվել է ծավալուն եւ համակողմանի աշխատանք նախարարության ամբողջ մանդատի շրջանակներում եւ այն, որ մենք շարունակում ենք զեկույցը ներկայացնել բաց տրամաբանության մեջ, սա հենց մեր ռեֆորմների նվաճումներից մեկն է նաեւ, որովհետեւ տարիներ շարունակ հատկապես ոստիկանության ոլորտում իրականացված աշխատանքները եւ ոստիկանության ոլորտի խնդիրները մենք չենք քննարկել նման հարթակում եւ խորհրդարանական վերահսկողություն ըստ այդմ պատշաճ կերպով չի ապահովել այն ամբողջ գործիքակազմով, որը հնարավոր է ունենալ։ Մինչ մանրամասներին անդրադառնալը հարգելի գործընկերներ ցանկանում եմ մի քանի տվյալ հանրայնացնել, որի շուրջ եւ ոչ միայն կկառուցեմ իմ հետագա խոսքը եւ կներկայացնեմ կատարված աշխատանքները։ Առաջին արձանագրումը, որ անկախությունից ի վեր 2025 թվականը առաջին տարին է, երբ մենք քաղաքացիների միգրացիոն դրական սալդո ունենք։ Սա նշանակում է, որ հաստատված խաղաղության բազմաթիվ ոլորտային բարեփոխումների արդյունքում առաջին անգամ արձանագրվում է ՀՀ քաղաքացիների ներգաղթ եւ այս միտումները մենք պետք է խնամքով պահպանենք եւ ավելի արդյունավետ դարձնենք։ Երկրորդ արձանագրումը Հայաստանը այս պայծրությամբ միակ պետությունն է, ում հետ Եմեն ակտիվ երկխոսություն է վարում վիզաների ազատականացման թեմայով եւ միակ պետությունն ենք, որը երկխոսության մեկնարկից ի վեր ռեկորդային արագ ժամանակահատվածում ստացել է գործողությունների ծրագիրը։ Հայաստանը ներդնում է ԵՄ նոր ստանդարտին համապատասխան կենսաչափական համակարգ վերջապես։ ՆԿՆ համակարգում հանրային ծառայությունների ոլորտում աննախադեպ ծավալի թվայնացման աշխատանքներ են իրականացվում։ Հայաստանն ընդգրկվել է World Travel Index-ի ճամփորդության համար աշխարհի ամենաապահով երկրների ցանկում եւ 193 երկրների շարքում 13-րդ տեղում է 90.27 ինդեքսով։ Հաջորդ արձանագրումը 2025 թվականի կտրվածքով Հայաստանում կատարված հանցագործությունների եւ դրանցով հարուցված վարույթներով 2024 թվականի համեմատությամբ արձանագրել ենք հանցագործությունների թվի նվազում 3.2%-ով, ինչն իրավապահ համակարգի աշխատանքի արդյունքն է։ Հայաստանի ճանապարհների 2024-2025 թվականներին կտրվածքով խնայվել է 95 կյանք տրանսպորտային միջոցների անընդհատ աճին զուգընթաց։ Աճել է ոստիկանության նկատմամբ վստահության մակարդակը հասցնելով հարցվածների 61%-ին։ Եվ վերջին արձանագրումը չնայած արտակարգ դեպքերի եւ պատահարների թվի աճին 2025 թվականին դրանց հետևանքներով տուժածների թիվը նվազել է 1601-ով, իսկ զոհերի թիվը 59-ով։ Հիմա ավելի մանրամասն հարգելի գործընկերներ, սիրելի ներկաներ, սիրելի հայրենակիցներ։ Հաշվետու տարում շարունակվել է միգրացիա եւ քաղաքացիության ոլորտի զարգացման աշխատանքները եւ ես ինչպես նշեցի, մենք ստացել ենք գործողությունների ծրագիրը եվրոպական կողմից եւ ես որպես գլխավոր բանակցող եւ 2025 թվականի նոյեմբերի 5-ին ստացել եմ գործողությունների ծրագիրը, այն անմիջապես հանրայնացվել է թե բնօրինակով եւ թե նաեւ հայերեն թարգմանությամբ, որպիսի մեր քաղաքացիները եւս կարողանան հետեւել եւ հասկանալ թե պետությունը ինչպիսի հանձնառություն է ստանձնում Եվրոպական միության վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում եւ կարողանան հետեւել դրա առաջխաղացմանը։ Փաստեմ, որ ներքին գործերի նախարարությունը ստանձնել է այս համատեքստում միջգերատեսչական համակարգողի դերը եւ զուգահեռ աշխատում ենք բոլոր մեր գործընկեր գերատեսչությունների հետ, որոնք հանդիսանում են ծրագրի որևէ հենանիշի հասցեատեր։ Եռում փուլում են գտնվում նոր կենսաչափական համակարգի ներդրման հետ կապված աշխատանքները եւ ես ուրախությամբ պիտի փաստեմ, որ ի վերջո Հայաստանի Հանրապետությունը կկարողանա իր քաղաքացուն տրամադրել նոր սերնդի կենսաչափական փաստաթղթեր, անձահաստատող փաստաթղթեր եւ այս ժամկետը մեզ համար 2026 թվականի աշունն է։ 2025 թվականի ապրիլին ինչ ենք իրականացրել, ինչ ենք հասցրել իրականացնել այս մասով։ 25 թվականի ապրիլից, այսինքն պայմանագրի կնքումից ի վեր ձևավորել ենք մի շարք մասնագիտական խմբեր, որոնք աշխատել են տարբեր ոլորտներով, սկսած դիզայնից ավարտած անվտանգային ամենանուրբ բաղադրիչները, որոնք իհարկե առաջին հայացքից տեսանելի չեն, բայց դրանք ամուր հենք են ապահովում, որպիսի անձի ինքնության հետ կապված նոր ստանդարտ ունենանք Հայաստանի Հանրապետությունում։ Հիմնովին վերանորոգվում է վարչական շենքը, որը ծառայելու է որպես միջազգային ստանդարտներով կառուցվող տվյալների կենտրոն։ 25-ին արդեն հասցրել ենք ավարտին հասցնել շենքի քանդման եւ նոր հատակագծով չափագրման եւ մոդելավորման աշխատանքները։ Նշեմ, որ Երևանի ամենաբանուկ երկու առևտրային մոլերում մենք ի վերջո մշակութային փոփոխություն ենք բերելու եւ այսուհետ նաեւ այսպիսի ծառայություններ են մատուցելու մոլերի շրջանակներում, ընդ որում կենսաչափական տվյալների հավաքագրման բոլորը մեկում ինքնասպասարկման սարքավորումներով, մանկական խաղասրահով, սպասարկման միջազգային ստանդարտներով։ Եվ սա թույլ կտա Հայաստանի Հանրապետությունում ի վերջո փակել անձնագրային ծառայությունների հնամաշ եւ ցածրորակ
էջը, կոտրելով նաև ոլորտի կարծրատիպերը քաղաքացուն մատուցվող ծառայությունների տեսանկյունից։ Զուգահեռաբար մենք ավարտին ենք հասցրել նաև անձնագրի դիզայնի հետ կապված աշխատանքները եւ առաջիկայում առիթ կունենանք հանրայնացնելու նաև այս իրավիճակը։ Նշեմ, որ արդեն նույնականացման քարտերը ուղարկվել են մեծաքանակ տպագրության, այսինքն այստեղ եւս նույնիսկ տեխնիկական առումով մեծ առաջընթաց ունենք։ Ազգային ժողովի հետ սերտ գործընկերության արդյունքում 25 թվականի հուլիսի 3-ին ընդունվել է բնակչության պետական ռեգիստրի մասին օրենքը եւ այս օրենքի նախագծով մենք ի վերջո մեր բնակչության մասին ավելի ճշգրիտ պատկերացում ենք ունենալու, ձևավորվելու է նոր բնակչության ռեգիստր եւ նաեւ նշեմ, որ քաղաքացուն անվերջ այս կամ այն պետական մարմին ուղղորդելու, անընդհատ տեղեկանքներ վերցնելու պրակտիկան այս նոր բնակչության պետական ռեգիստրով կրկին փակելու ենք եւ սա ցույց է տալու, որ եթե պետությունը ունի տվյալ քաղաքացու մասին, այլևս այս տեղեկատվությունը պիտի հասանելի լինի ցանկացած գործարքի շրջանակներում եւ յուրաքանչյուր ոք նաեւ հնարավորություն ունի սեփական տվյալը խմբագրելու, դիմում ներկայացնելու ներքին գործերի նախարարության, ինչը մինչ այս պահը ուղղակի անիրատեսական, կարելի ասել, մոտեցումների շարքին էր դասվում։ Մշակման փուլում է գտնվում միգրացիայի ոլորտի նոր ռազմավարությունը, որտեղ առանձին անդրադարձ է կատարվում Հայաստանի Հանրապետության քաղաքացիության ինստիտուտին եւ մենք հիմնովին վերանայելու ենք քաղաքացիության ինստիտուտի հետ կապված տարբեր կարգավորումներ, որոնք որ ունեցել են, դրանք համապատասխանեցնելով նոր տեսլականին։ Քանի որ անդրադարձը քաղաքացիության թեմային, բնականաբար ցանկանում եմ նաև նշել ամփոփ վիճակագրական պատկերը Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար ներկայացված դիմումների մասով։ Ընդհանուր թվով ՀՀ քաղաքացիություն է ձեռք բերել Ղարաբաղից տեղահանված 34576 անձ։ Պիտի փաստեմ, որ մերժման դեպքերը 0 են։ Այսինքն մենք չենք ունեցել որևէ իրավիճակ, երբ մեր հայրենակիցը կդիմի Հայաստանի Հանրապետության քաղաքացիության համար եւ կստանա մերժում։ Չենք ունեցել որևէ մերժման դեպք։ Փաստեմ, որ նաեւ Ղարաբաղից տեղահանված անչափահասների թիվը երբ որ դիտարկում ենք, այն 28000 է եւ նրանցից արդեն 12000-ը անձնագրավորման եղանակով ձեռք են բերել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։ Ընդ որում նաեւ ուրախ եմ արձանագրելու, որ վերջին ժամանակահատվածում աճել է նաեւ դիմումների տեմպը։ Երբ որ մենք 2026 թվականի հունվարի 1-ին գործարկեցինք նոր պլատֆորմը քաղաքացիության դիմումների ստացման, մենք նկատում ենք, որ եթե անցած տարի, օրինակ 2025 թվականի առաջին կիսամյակում մենք ստանում էինք շուրջ 4000 դիմում քաղաքացիության մասով, 2026 թվականի առաջին 2.5 ամսվա կտրվածքով արդեն այս թիվը հատել է 5000-ը, սա նաև մեր քաղաքացիների, մեր հայրենակիցների նաև պատրաստակամության մասին է խոսում ինտեգրվելու, իրենց հետագան Հայաստանի Հանրապետության հետ կապելու եւ մենք այո Թվայնացման եւ ծառայությունների որակի բարելավման ուղղությամբ հարգելի ներկաներ եւս 2025 թվականի կտրվածքով, ինչպես նշեցի, ունեցել ենք մի շարք աշխատանքներ, նախաձեռնվել է համայնքային եւ քրեական ոստիկանության գործիքակազմերի թվայնացում, արտադրական վտանգավոր օբյեկտները եւս թվայնացման process-ում են գտնվում, որպեսզի մենք հստակ Հայաստանի Հանրապետության քարտեզագրման տրամաբանության մեջ հասկանանք, թե ինչպիսի վտանգավոր օբյեկտներ որտեղ ունենք եւ ցանկացած արտակարգ իրավիճակում կարողանանք հաշվել բոլոր ռիսկերը։ Վարորդական վկայականները եւ հաշվառման վկայագրերը լիարժեք եւ ամբողջովին թվայնացված են եւ ներհանրապետական կտրվածքով օգտագործման համար այլևս ֆիզիկական տարբերակները պարտադիր չեն եւ մեր քաղաքացիները չեն ենթարկվում որևէ վարչական պատասխանատվության։ Մեքենայի առողջարքի գործարքի ամբողջական եւ համալիր թվայնացում ենք ունեցել, Քարմիա Գովայեմ հարթակն է աշխատել եւ ես ուրախ եմ նշելու, որ մենք հարյուրավոր քաղաքացիներ ունենք, ովքեր մեքենայի առողջարքը կազմակերպում են հենց այս հարթակով եւ ուրախությամբ եմ փաստում, որ գոհունակության շատ մեծ ցուցիչ ունենք մեր քաղաքացիներից եկող, ընդհանուր մենք ստացել ենք նաեւ մրցանակ այս աշխատանքի համար Հայաստանի Հանրապետությունում հանրային նորարարության ոլորտի տրամաբանության մեջ։ Վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական եւ գործնական քննությունների համար արտահերթ մասնակցության հնարավորություն ենք նախատեսել մեր քաղաքացիների համար։ Քննական տրանսպորտային միջոցները հագեցվել են նաեւ տեսահսկողական համակարգերով ապահովելու համար բարձր օբյեկտիվություն քննական ամբողջ գործընթացի, տրանսպորտային միջոցների պետական գրանցման հաշվառման գործողության արդյունքում ըստ էության տպագրված փաստաթղթերի եւ հաշվառման համարանիշների նաեւ փոստային առաքման մեթոդ ենք նախատեսել, որը նաև հարմարավետություն է երաշխավորում մեր քաղաքացիների համար։ Տրանսպորտային միջոցների պետհամարանիշների էլեկտրոնային աճուրդի ամբողջական թվայնացում ենք ապահովել, ինչպես նշեցի, քաղաքացիության շնորհման եւ դադարի դիմումները այլևս էլեկտրոնային պլատֆորմով ենք ստանում 2026 թվականի հունվարի 1-ից կայքն ամբողջովին գործարկված է։ Օտարերկրացիների կացության կարգավիճակների թվայնացման գործընթաց ենք նախաձեռնել նույն ազգային ժողովի կողմից նաև ընդունված օրենսդրական փոփոխությունների արդյունքում, որոնք այս ոլորտում էական փոփոխություններ
կբերեն։ Փաստացի բնակության հիմքով հաշվառում ձեռք բերելու եւ այն փոխելու գործընթացը եւս թվայնացված է։ Զանգերի կենտրոնը միգրացիա եւ քաղաքացիության ծառայության եւս թվային կառավարմամբ է աշխատում եւ ես նշեմ, որ հերթագրման համակարգերը նախարարության եւս ամբողջովին թվայնացված են եւ փակել ենք այն էջը, երբ որ հնարավոր էր հանրային ծառայություն ստանալու համար ընդամենը գործարքից 1 օր առաջ ստանալ համապատասխան հաղորդագրություն եւ անհարմարավետ պայմաններում գնալ կամ չգնալ, ինչու ոչ այդ գործարքին։ 25 թվականին ամբողջությամբ ավարտվել է ներքին գործերի նախարարության միասնական կրթահամալիրի ձևավորման աշխատանքները, հարգելի ներկաներ, ես պիտի փաստեմ, որ այս կրթահամալիրի նպատակը միջազգային չափանիշներին համապատասխան եւ մրցունակ կրթության ապահովումն է նախարարության կադրային համակարգի տեսանկյունից։ Կրթահամալիրն այլևս գործում է քաղաքացիական կառավարմամբ եւ կրթահամալիրը ոչ միայն նոր ուսումնական հաստատություն է, այլ նաեւ խորհրդանշում է կրթական մոդելի անցման, որովհետև այստեղ մենք շեշտը դրել ենք ինտերակտիվ կրթության վրա, շեշտը դրված է հոգեբանական եւ տակտիկական պատրաստվածության վրա, մշակութային բազմազանության ընկալման վրա, արագ որոշումների կայացման, հաղորդակցության եւ խնդիրների լուծման վրա։ Մեկ տարվա ընթացքում նախադեպ չունեցող ծավալով վերապատրաստումներ է ապահովել կրթահամալիրը եւ մենք ունենք շուրջ 13000 ծառայող եւ հանրային ծառայողներ այդ թվում, որոնք անցել են վերապատրաստում։ Ձևավորվել է ներքին գործերի նախարարության կազմում միասնական 112 գրասենյակը, որտեղ ամփոփված են ոստիկանական եւ փրկարար ծառայության կանչերը, ստանալով մեկ զանգ միասնական արագ արձագանք տրամաբանության մեջ եւ ուրախ եմ նաեւ նշելու, որ մեր քաղաքացիներն այլևս ստիպված չեն կողմնորոշվելու, որ համարով զանգահարեն։ Իրենք կարիք ունեն փրկարարական օժանդակության, թե կարիք ունեն նաեւ ոստիկանական աջակցության եւ այստեղ մեր նշաձողը շատ բարձր է, պիտի նշեմ, որ միջազգային լավագույն ստանդարտն ենք դրել որպես նշաձող, յուրաքանչյուր ահազանգին պետք է պատասխանել 10, իսկ հարցերը տալ ահազանգը վերլուծել եւ ուժերին փոխանցել առավելագույնը 60 վայրկյանի ընթացքում։ Եվ ես ուրախ եմ նաեւ նշելու, որ մի քանի, այսպես ասեմ, արդեն մի ամսվա շուրջ աշխատանքի արդյունքում մենք արձանագրել ենք, որ բավական մոտեցել ենք այս միջազգային ստանդարտին, եւ սա շատ կարեւոր ձեռքբերում է մեր քաղաքացիներին որակյալ սպասարկում տրամադրելու տեսանկյունից։